Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարեն Ծառուկյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Ծառուկյան, առաջինը թերևս անդրադառնանք վիճակագրությանը, ինչպիսին է չարորակ ուռուցքային հիվանդությունների վիճակագրությունը աշխարհում եւ Հայաստանում, ինչ պատկեր ունենք։ Ինչ խոսք ուռուցքաբանությունը շարունակում է մնալ առողջապահական համակարգի խնդրահարույց ոլորտներից։ Վիճակագրությունը, եթե վերլուծենք, ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է չարորակ հիվանդությունների մոտ 20 միլիոն դեպք, իսկ մահացությունը կազմում է շուրջ 10 միլիոն։ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի ունենում ենք գրանցված 10,000 դեպք եւ մահացությունը կազմում է մոտավոր 5,000-ի կարգի։ Բարեբախտաբար կարող ենք նշել, որ այդ մահացության ցուցանիշը տարեստարի նվազման միտում ունի եւ այն հանգամանքում, երբ տարեկան գրանցման դեպքերի թիվը աճելու տենդենց ունի։ Այս աճի տենդենսը չի ուզենա, որ անհանգստացնող հայտարարություն թվար, որովհետեւ այդ աճը անուղղակի է, այստեղ խոսքը ոչ թե հիվանդացության աճի մասին է, այլ այստեղ խոսքը այդ արկա հիվանդների ախտորոշման հայտնաբերմանն է վերաբերվում։ Ինչն է նպաստել այդ աճին, նախ վաղ դիմելիությունը եւ երկրորդ ախտորոշման հնարավորությունների հետ կապված արդեն ունենք հայտնաբերման ավելի մեծ հավանականություն։ Նաեւ բնակիչների կյանքի միջին տևողությունների աճ ունենք արձանագրված եւ այդ երկարակեցության պարագայում բնականաբար կասկեղ հիվանդության դրսևորման հավանականությունը կարող է մեծանալ։ Պարոն Ծառուկյան, այսինքն ինչով է պայմանավորված, տեսեք, որ աճ կա այսպես ասած դիմողների կամ գուցե ինչպես դուք եք ասում վաղ հայտնաբերման առումով են դիմում են այդ ցուցանիշը աճ ունի, բայց մահացության ցուցանիշը նվազել է։ Այստեղ որն է ձեռքբերումը համակարգի կամ հենց ուռուցքաբանության կենտրոնի, ինչպես է հնարավոր դարձել, որ մահացության ցուցանիշը ավելի նվազել է։ Մահացության ցուցանիշի հիմնական գրավականը դա առողջապահական համակարգի զարգացումներն են, թե ամբողջ աշխարհում, թե այդ հետևողական աշխատանքի շնորհիվ բնականաբար Հայաստանը եւս մասն չի մնացել այդ հաջողություններից, նախ վաղ դիմելիությամբ պայմանավորված անհամատ ավելի մեծ հավանականություն ենք ունենում մենք առողջացման։ Տեսեք, նույն վիճակագրությունը եթե շարունակենք, մենք Հայաստանի Հանրապետությունում ունենք գրանցված մոտավոր 70,000 հիվանդ։ 40,000-ի մոտ հիվանդությունը գրանցված է ավելի քան 5 տարի։ Վստահաբար կարող եմ նշել, որ այդ 40,000-ի մի ստվար զանգված արդեն կասկեղից առողջացածներն են։ Այս դեպքում ուղղակի մենք այդ կրած կասկեղ ախտորոշումը պահպանում ենք, որպեսզի այդ առողջացում տերմինը ժամանակավրեպ չլինի եւ այդ զգոնությունը տարեկան հետազոտությունների կազմակերպման առումով լրջությամբ վերաբերվեն պացիենտները, նախկինում կրած կասկեղ ունեցող պացիենտները։ Բուժման մեխանիզմն է դարձել ավելի արդյունավետ, չգիտեմ, նոր բուժման մեխանիզմ է ներդրվել կամ նոր դեղորայքային բուժում, որն է, որ այսպես դրական արդյունք է ամեն դեպքում տալիս։ Տեսեք, բազմագործուն այստեղ ենթակետեր կարող ենք ասել, բոլորը իրենց արդյունավետությունը ունեն։ Եթե սկսենք մենք ախտորոշիչ հետազոտություններից, այո, ախտորոշիչ համակարգի ընդլայնման եւ հնարավորության մեծացմանը զուգընթաց ինչ ունենք։ Նախ ունենք կասկեղի վաղ ախտորոշման հնարավորություն եւ երկրորդ այդ փուլավորումը ավելի ճշգրիտ է լինում, իսկ հիվանդության հետագա բուժական մոտեցումները ճշգրիտ կազմակերպելը իրապես կախված է հիվանդության ճշգրիտ փուլավորումից։ Բուժման հնարավորություններին եթե անդրադառնանք, ինչ խոսք տասնամյակներով այդ բուժական հնարավորությունները նույնպես ընդլայնվում են։ Վիրահատական առումներով օրինակ ներկայումս մենք հնարավորություն ունենք կատարել մեծածավալ, շատ բարդ վիրահատություններ եւ բավականին հաջող ընթացքով եւ հաջող ելքով։ Ինչ խոսք վաղ ախտորոշման դեպքում էապես մեծացել է օրգանապահպան եւ ավելի փոքրացավալ էնդոսկոպիկ եւ նորագույն սարքավորումներով կատարվող լապարոսկոպիկ վիրահատությունների չափաբաժինը։ Գիտեք, երբեմն օրգանապահպան վիրահատությունները տեխնիկապես ավելի դժվար կարող են լինել, հիվանդի համար իհարկե ավելի հեշտ տանելի, բայց առողջապահական հնարավորությունները ավելի միգուցե դժվարանային նախկինում այդ օրգանապահպան վիրահատությունները կատարելիս որոշ օրգանների դեպքում։ Ներկայումս այս առողջապահական բնագավառի նվաճումները, գիտատեխնոլոգիական այդ զարգացումները նպաստել են նաև այդ էնդոսկոպիկ եւ լապարոսկոպիկ վիրահատությունների չափաբաժնի ավելացմանը։ Եվ արդյունքում եւ շահում ենք մենք
ոչ միայն առողջացման բարձր հավանականություն, այլև միևնույն ժամանակ շատ կարևորում են եւ շատ հաճախ ունենում ենք բավարար աշխատունակություն եւ բավարար կյանքի որակ։ Այդ դեպքում որոնք են դեռ չլուծված խնդիրները, պարոն Ծառուկյան, որովհետև մենք ամեն դեպքում մեզանից յուրաքանչյուրը Facebook-ում շատ հաճախ տեսնում է, չէ, որ այս կամ այն երեխայի համար է դրամահավաք իրականացվում կամ մեծահասակի համար շատ հաճախ որ դրամահավաք է իրականացվում կամ բուժման նպատակով է դա իրականացվում, որովհետև բուժումը Հայաստանում չպիտի իրականացվի, այլ լինի Գերմանիայում օրինակ։ Իսկն մենք դեռ ունենք չլուծված խնդիրներ։ Տեսեք, ես կուզեի մի փոքր շարունակեի նաև ոչ թե լուծված, այլ զարգացած խնդիրները ռուսկաբանության ոլորտի, նույն դեղորայքային ոլորտին եթե անդրադառնանք, խիստ մեծացել է այդ դեղորայքային բուժումների հնարավորությունը, ներդրվել են իմունոպրեպարատներ, ներդրվել են թիրախային ազդող դեղորայքներ եւ այդ ամբողջը, տեսեք, կասկեղային հիվանդությունների դեպքում շատ հաճախ մենք անհրաժեշտություն ենք ունենում կիրառելու ոչ թե բուժման մեկ եղանակ, այլ մի քանի եղանակ համատեղ։ Եվ այդ դեղորայքային բուժման հնարավորությունները մեկտեղելով վիրահատական բուժման հետ, շատ հաճախ օրգան հեռացնող, մեծ, հաշմող եւ կյանքի որակի վրա ազդող բուժական միջոցառումների փոխարեն մենք սահմանափակվում ենք օրգանապահպան եւ կյանքի որակը ապահովող բուժումներով։ Տեսեք, ընդհանուր առմամբ Հայաստանում ռուսկային հիվանդությունների կոնկրետ կասկեղի բուժումը բավականին համակարգված է։ Որքան էլ մենք ունենք կուտակված փորձ, մեծ փորձ, սակայն մենք առաջնորդվում ենք հիմնականում խստագույնս առաջնորդվում ենք միջազգային ուղեցույցներով եւ այն բուժումները, որոնք որ դուք նշեցիք տարբեր երկրներում, դրանք լիովին կիրառելի են մեր հանրապետությունում։ Այստեղ եթե կան խնդիրներ, դրանք առավել շատ ֆինանսատնտեսական բնույթի են։ Եթե ավելի մանրացնեմ, որ քաղաքացիները ավելի իրազեկված լինեն, տեսեք, հիմնականում վիրահատությունները, ճառագայթային բուժումը եւ քիմիոթերապիայի որոշակի բաժին դա կատարվում է կառավարության պետական բյուջեի առողջապահության ոլորտին հատկացված ֆինանսների հաշվին։ Այսինքն կոնկրետ կասկեղ ախտորոշումից հետո վիրահատությունը եւ ստանդարտ ճառագայթային բուժումներ, տեսեք, այդ թվում մեծածավալ վիրահատություններ, էնդոսկոպիկ վիրահատություններ, նորագույն սարքավորումներով կատարվող լապարոսկոպիկ վիրահատություններ կատարվում են պետական պատվերի շրջանակներում։ Խնդիրը երևի թե ավելի շատ կանում է նրանում, որ այդ դեղորայքային բուժման ցանկը, որը որ հնարավոր է կիրառել այդ սահմաններում, այդ շրջանակում, սահմանափակ է, սակայն այդ հարցը գտնվում է եւ կառավարության եւ առողջապահության կազմակերպիչների ուշադրության տիրույթում եւ վստահաբար կարող եմ ասել, որ այդ ցանկը տարեստարի ընդլայնվում է, տարեստարի համալրվում է նոր պրեպարատներով եւ եթե նայում ենք առողջապահական համակարգի բարեփոխումների տեմպին, շատ վստահ կարող ենք ասել, որ ժամանակի հարց են այդ խնդրահարույց հարցերը։ Տեսեք, մենք գիտենք, որ շատ հաճախ եվրոպական երկրներում 35 տարեկանից բարձր անձանց պարբերաբար նամակներ են, չէ, գալիս, որ գնացեք, հետազոտվեք, ստուգվեք։ Այս դեպքում պետական աջակցության ծրագրերը եւ դրանց արդյունավետությունը քաղցկեղի դեմ պայքարի եւ վաղ հայտնաբերման գործում, պարոն Ծառուկյան, որովհետեւ շատ կարեւոր է այդ պայքարը եւ վաղ հայտնաբերումը, որպեսզի ցուցանիշներն լինեն շատ ավելի դրական։ Միանշանակ, ես ինչպես շեշտեցի, այդ վաղ ախտորոշումը դա քաղցկեղից առողջացման նախապայմանն է եւ բարեբախտաբար նույն վիճակագրությունը եթե մենք ուսումնասիրում ենք վաղ փուլում հայտնաբերված քաղցկեղի խմբականակը մեր հանրապետությունում աճելու միտում ունի։ Այդտեղ իհարկե շատ մեծ դեր ունեն այդ իրազեկման աշխատանքները, որոնք պարբերաբար կատարվում են թե առողջապահության կազմակերպիչների կողմից, թե մեր կենտրոնի կողմից։ Ամբողջ աշխարհում շատ ողջունելի են սկրինինգային ծրագրերը։ Ցավոք այդ սկրինինգային ծրագրերի իրականացումը բավականին բարդ է եւ ոչ մատչելի եւ ամենից կարեւոր հանգամանքը, որ ոչ բոլոր տեղակայման ուռուցքների դեպքում է դա արդյունավետ եւ ոչ բոլոր դեպքերում այն կիրառելի։ Մեր հանրապետությունը եւս անմասն չի այդ հաջողություններից, այդ ծրագրերից եւ մեր հանրապետությունում գործում են նմանատիպ ծրագրեր, այդ թվում սկրինինգային, որոնք որ միտված են կրծքագեղձի քաղցկեղի, հաստաղու եւ արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը։ Օրինակ տեսեք, վերջին տարիների ընթացքում պիլոտային ծրագրով
ռուսկաբանության ազգային կենտրոնի այդ շարժական մամոգրաֆիկ սարքը տարբեր մարզերով անցնելով տարեկան շուրջ 10,000 կնոջ էր հետազոտում, 100-ից մեկի մոտ հայտնաբերվում էր քաղցկեղ։ Բնականաբար այդտեղ արդեն այն կազմի մասին է, ում մոտ որ մենք ունենում ենք լրիվ առողջացում, այսինքն լրիվ հիմնավորված հետազոտություններ են դրանք, այդ իսկ պատճառով այս տարի արդեն այդ ծրագիրը ընդլայնվեց եւ արդեն մի շարք եւ Երևանյան եւ մարզային բուժ կենտրոններ ընդգրկված են այդ գործընթացի մեջ, որը որ հուսով եմ, որ շատ ավելի լավ արդյունքներ կտա։ Ովքեր կարող են անվճար օգտվել այդ ծրագրերից, տարբեր հարթակներում տեղադրված են այդ պայմանները եւ գիտեք նույնիսկ այս պարագայում այդ օգտվելը այդ ծրագրերից ամբողջական չէ։ Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում մեր բնակչությանը լինել խիստ հետևողական եւ միշտ հիշել այդ նախաբանը, այդ նախապայմանը, որ առողջացման գրավականը վաղ փուլի քաղցկեղն է։ Այս դեպքում գուցե պետք է մեր հասարակության մոտ այդ մշակույթը ներդրվի, ձևավորվի, որ որքան շուտ գնան հետազոտվելու, այնքան ավելի հեշտ կլինի բուժման ընթացքը։ Միանշանակ եւ պետք չէ սпасել գանգատներին։ Գիտեք, շատ դեպքերում այդ գանգատները կարող են նմանատիպ լինել այլ հիվանդությունների, այդ թվում ոչ ուռուցքային հիվանդությունների գանգատներին։ Շատ դեպքերում այդ գանգատները արդեն խոսում են բարձիթողի դեպքերի եւ ուշացած վիճակների մասին։ Այդ իսկ պատճառով այդ կանոնավոր հետազոտությունները իրենց ուրույն դեր ունեն եւ հուսով եմ, որ համապարփակ ապահովագրական այդ ծրագրի կիրառման դեպքում մարդկանց դիմելությունը ել ավելի կմեծանա։ Դուք ասացիք, որ իրազեկված լինելը շատ կարևոր է եւ եթե չեմ սխալվում, ամեն տարի հոկտեմբերն ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս է համարվում։ Մեզ մոտ էլ արդեն քանի տարի այդ հոկտեմբերին իրականացվում է ծրագիրը եւ արդյոք արդյունավետ է, արդյոք գոնե կրծքագեղձի քաղցկեղի առնչությամբ մենք հոկտեմբեր ամսին ունենում ենք, այսպես ասած, մարդիկ հենց այդ ամսին շատ են հետազոտվում եւ խնդիրը բացահայտվում է ավելի շատ հենց այդ ամսվա ընթացքում իրականացվող այդ արշավի շրջանակում։ Խիստ ողջունելի են այդ իրազեկման աշխատանքները։ Տեսեք, որքան էլ որ այդ իրազեկման աշխատանքները կատարվում են թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում, կանանց քաղցկեղային հիվանդությունների շրջանակում ամենից անհանգստացնող եւ ամենից հաճախ հանդիպողը դա շարունակում է մնալ կրծքագեղձի քաղցկեղը։ Եվ այստեղ գիտեք այդ ծրագրերը ոչ միայն նպաստում են կանխմանը, այսինքն շատ հաճախ հիվանդությունները հայտնաբերվում են նախաքաղցկեղային փուլում, այստեղ պետք չէ խուսափել նաև արկա քաղցկեղի հայտնաբերումից։ Ինչի, որովհետև եթե կա արդեն քաղցկեղ հիվանդությունը, վաղ թե ուշ այն դրսևորվելու է եւ դրսևորվելու է շատ հաճախ տեղային տարածում կամ մետաստատիկ, այսինքն տարածված փուլում եւ արդյունքները լինելու են ոչ գոհացնող։ Այսինքն եթե կա արդեն քաղցկեղ հասկացողությունը, պետք չէ խուսափել եւ պետք է վստահ լինել, որ դա առողջության գրավականն է։ Եվ եթե տեսեք, մենք կրծքագեղձի քաղցկեղի դեպքում տասնամյակներ առաջ մտածում էինք զուտ առողջության մասին, ներկայումս այդ վաղ փուլերում այդ առողջության գաղափարը այնքան վստահաբար կարող ենք շեշտել, որ արդեն բուժման գործընթացին զուգընթաց քայլեր են արվում վիրահատական բաժինը ակտիվացնելու, էսթետիկ վիրահատական կոմպոնենտը նաև ակտիվացնելու։ Դա լուրջ առաջընթաց է, միանշանակ, որովհետև կանանց մոտ նաև այդ հոգեբանական գործոնը կա, թե վիրահատական եւ այդ բուժական process-ներից հետո ինչ մնացորդային երևույթներ կարող են լինել։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գործունեությունը, պարոն Ծառուկյան, առայքելությունը որպես ազգային կենտրոն, որպես այս ոլորտում գլխավոր կենտրոն։ Ուռուցքաբանության կենտրոնը դա Երևանյան կամ հայաստանյան մեծ կենտրոններից են, որտեղ որ մեկտեղված են քաղցկեղային հիվանդության բուժման բոլոր հնարավորությունները եւ ախտորոշիչ հետազոտությունները եւ վիրահատական եւ քիմիոթերապևտիկ եւ ճառագայթային, ինչը տալիս այդ մեկ տեղում է, բացի հարմարավետությունից եւ այդ պացետա կենտրոն մոտեցումից, նաեւ այս համատեղումը, տեսեք, քաղցկեղային հիվանդության դեպքում շատ հաճախ մենք կարիք ենք ունենում մի քանի բուժական եղանակների կիրառման։ Այդ բուժական եղանակները անցկացնում են տարբեր մասնագիտական խմբեր եւ այդ մասնագիտական խմբերի լինելը մեկ կենտրոնում այդ ամենօրյա քննարկումները եւ հիվանդի բազմակողմանի զննությունը ուղղակի հնարավորություն են ընձեռնում այդ բուժման մոտեցումների ճշգրիտ
որոշման։ Եվ նաև այդ ամբողջը շատ վերահսկելի է, բուժումները կատարվում են խիստ ուղեցուցային շրջանակներում եւ այդ ամբողջի արդյունքը մենք բուժական արդյունքները բնականաբար խիստ տեսանելի են։ Որքանով է կարևոր պալիատիվ խնամքի կենտրոնը։ Պալիատիվ խնամքը եւ պալիատիվ բուժումները հիմնականում անցկացնում են տեղամասային ուռուցքաբանները։ Իհարկե, բարդ դեպքերում կարիք կա ավելի մասնագիտացված բուժման եւ չնայած մեր կենտրոնը ավելի կենտրոնացած է այդ նեղ մասնագիտական բուժումների վրա, սակայն հիվանդանոցին կից գործում է նաև պալիատիվ կենտրոնը, որ համալրված է նեղ մասնագիտական այդ պալիատիվ խնամքը բավարարող պահանջներին համապատասխան կրթություն ստացած բուժանձնակազմով, համալրված է նաև լուրջ հոգեսոցիալական թիմով եւ ինչ խոսք այդ ամբողջը խիստ կարեւորվում է հիվանդների ընդհանուր վիճակը բարելավելու եւ տեղամասային ուռուցքաբանների կողմից հետագա բուժումը ավելի պատշաճ անցկացնելու նպատակով։ Դուք կարևորեցիք ճառագայթային թերապիան ձեր խոսքում, պարոն Ծառուկյան։ Այս առումով նոր սարքավորումներ կան, չկան, թե արդեն այսպես ասած, որովհետև մի ժամանակ այն դառն ապրած սարքավորումներով էին ինչ որ գործառույթներ իրականացնում։ Հիմա ինչ փուլում ենք։ Հայաստանի Հանրապետությունը ճառագայթային բուժման անցկացման առումով բավականին ամրապնդված դիրքերում է։ Եվ ուռուցքաբանության ազգային կենտրոնի տեսանկյունից եթե ասեմ, 2025 թվականին մեր կենտրոնը համալրվեց նորագույն սարքավորումներով, որոնց միջոցով ինչն է իրենց առավելությունը, հնարավոր է լինում հենց ուռուցքի շրջանում անցկացնել բարձր դոզայի ճառագայթային ազդեցություն, խնայելով շրջակա օրգանները եւ շրջակա հյուսվածքները։ Եվ այդ ճառագայթային բուժումները իրենք կարող են անցկացնել թե առանձին ձևով, թե կարող են անցկացվել համակցված մյուս բուժումների հետ միասին։ Եվ այդ սարքավորումների շնորհիվ մենք ներկայումս կարող ենք ասել, որ մեր հանրապետությունում այդ ճառագայթման բուժման հնարավորությունները լիարժեք են։ Եվ ամփոփելով զրույցը միջազգային համագործակցությանը կուզեի անդրադառնանք, դուք ուռուցքաբանության ազգային կոնգրեսին եք պատրաստվում, երբ դա սովորաբար լինում եւ ընդհանրապես դրա նպատակը որն է։ Միջազգային փոխհամագործակցությունները իհարկե շատ լուրջ հիմքերի վրա են, մենք համագործակցում ենք տարբեր երկրների, տարբեր ուռուցքաբանական կենտրոնների հետ, տարբեր կենտրոնների հետ հուշագրեր ունենք ստորագրած, մեր մասնագետները պարբերաբար տարբեր վերապատրաստումներ են անցնում։ Տեսեք, չնայած մենք մեր գործընթացը անցկացնում ենք տեղեկատվական շատ մեծ դաշտում, բայց այդ համագործակցությունների շնորհիվ ցանկացած նորարարական եղանակ շատ ավելի հեշտ եւ շատ ավելի ճշգրիտ է լինում ներդնել։ Տարբեր գիտաժողովների ենք մասնակցում, մեր մասնագետները նաեւ զեկույցներով են տարբեր հանդես գալիս նույն միջազգային կոնֆերանսներին եւ այո, ամեն տարի մենք փետրվարին Կասկեղի դեմ պայքարի միջազգային օրվա հետ կապված անցկացնում ենք հայաստանյան ուռուցքաբանական կոնֆերանս եւ 2026 թվականը եւս բացառություն չի լինի։ Հրավիրում ենք տարբեր մասնագետների արտերկրից, հավելեմ, որ իրենք մեծ սիրով են իրենց մասնակցությունը դրսևորում եւ ինչու՞ չէ իրենց նաեւ հետաքրքրում է նաեւ մեր փորձը եւ հայաստանյան ուռուցքաբանության վիճակը։ Շնորհակալություն։ Ես շնորհակալ եմ Հյուր ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարեն Ծառուկյանն, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։